Բարի երեկո հարգելի ֆուտբոլասերներ, այսօր սկսվում է Ինտերքափի 3-րդ տուրի առաջին խաղը եւ հետևելու ենք Միլան եւ Արաքս խաղին։ Քանի թիմերը ողջունում են միմյանց, ծանոթացնեմ ձեզ թիմերի հայտարարությունին։ Միլան դարպասին Արտուր Մկրտչյան, համար 8 Էրիկ Հունանյան, համար 11 Մեթյու Ջիլբերտո, համար 19 Սերյան Խալացյան, 22 Կորյուն Մխոյան, համար 2 Ահմեդ Յունուս, համար 14 Ալեքս Սահակյան, 18 Վլադ Մուսայելյան եւ պայստայինները 77 համարով հանդես է գալի Վահե Մարտիրոսյանը եւ համար 9 Դավիթ Զաքարյան։ Արաքս Դարպասին Սևակ Մուրադյան, Հովանես Բարսեղյան, Հովանես Իսկանդարյան, Հենզել Վարդանյան, Բաբկեն Սահակյան, Տիգրան Մուրադյան, Հարութ Վարդանյան, Մկրտիչ Թեմուրյան, Վահե Մարտիրոսյան, Արսեն Մելքոնյան, Արմեն Մելքոնյան, Արտյոմ Վարդանյան։ Սա էր Արաքսի հայտարարությունն։ Դե ինչ բարեկամներ, հիմա հետևենք հանդիպմանը։ Գնդակով Միլանի ֆուտբոլիստներն են։ Փոխանցում Գերազանց անցում է կատարում Միլանի ֆուտբոլիստը, հարված եւ Գերազանց սևի հեղինակ է դառնում դարպասապա Արաքսի։ Եվ այսպես հենց առաջին րոպեին Միլանը շատ լավ հնարավորություն ուներ հաշիվը բացելու, բայց Գերազանց գործեց դարպասապա եւ գեղեցիկ սևով գնդակը դուրս հանեց։ Խախտում են նկատեմրցավարը Միլանի ֆուտբոլիստների կողմից։ Փոխանցում առաջինը Միլանի պաշտպանն է։ Եզրային նետում կիրացնեն Արաքսի ֆուտբոլիստները։ Միջալուտ ասեմ, բավականին հաջող է սկսել այս մրցաշրջանը Արաքս թիմը։ Իր մեկնարկային երկու հանդիպումներում տանելով 2 հաղթանակ, բավական ուժեղ մրցակիցների նկատմամբ։ Եվ մրցաշարային աղյուսակում դեռևս զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ Իսկ Միլանը բավականին անհաջող է սկսել այս առաջնությունը առաջի 2 խաղերում պարտվելով եւ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Բայց ամեն դեպքում ամեն ինչ դրա առջևում է, դեռ շատ խաղեր կան եւ վստահ եմ, որ Միլանը դեռ իր ասելիքը կասի հարված եւ դարպասապա նորից փրկում է դրությունը։ Արդեն 2 բավականին վտանգավոր պահեր մեկ տեսանք Միլանի կատարմամբ։ Այսպես ասած, խաղի սկզբում իսկ արդեն կարելի ասել, որ գոլը հասունանում է։ Գնդակով Միլանի ֆուտբոլիստը Տուգանային Արաքախարկեցին Գերազանց պաշտպանը գործեց Արաքսի։ Ջիլբերտո խլում է գնդակը, շարժում է առաջ, հարված եւ պաշտպանը իր վրայի վերցնում հարվածը։ Նորից գնդակով տիրում է Միլանի ֆուտբոլիստները։ Խալացյան փոխանցում Վահե Մարտիրոսյանին եւ նա կորցնում է գնդակը։ Նորից Միլանի ֆուտբոլիստներն են գնդակով, դե հարված եւ բարձր է ընթանում հարվածը։ Վահե Մարտիրոսյանն էր հարվածողը։ Արաքս արագ գնդակ մտցնում է խաղի մեջ։
Փոխանցում է սպասում աջ եզրից։ Ստանում է կենտրոն, Արաքսի ֆուտբոլիստը եւ երևս մեկ հարված այս անգամ արդեն գերազանց է գործում Միլանի դարպասապահը։ Բավականին բարձր տեմպով են ընթանում հանդիպումը եւ խախտում։ Տուգանային Կիրասնի Միլանը։ Վայո Մուսայելյանն է։ Ոյ, կներեք, Վլադ Մուսայելյանն էր գնդակով։ Ռոքսես խառնել են։ Գերազանց է։ Փոխանցում թե հարված։ Դե, ամեն ինչ շատ ճիշտ արեց եւ Տուգանային հարված։ Բավականին վտանգավոր գոտում Կիրասնեն Միլանի ֆուտբոլիստները։ Հարվածը պատրաստում է իրացնել Միլանի ֆուտբոլիստ Սերյան Խալաթյանը։ Տեսնենք ինչ որոշում կկայացնենք, հարվածեն թե փոխանցում կկատարի Խալաթյանը։ Սուլիչ։ Փոխանցում։ Գերազանց հարված Հունանյանի կողմից գնդակը դիպչում է հորիզոնական դարպասաձողին։ Բավականին կասկածելի դրվագ էր, ինձ թվում է մրցավարը ընտրության ժամանակ կդիտի պահը վար համակարգով, որից հետո կայացնի որոշումը։ Ոչ, մրցավարը արդեն կայացրել է որոշումը, վստահ է, որ գնդակը չի հայտնվել դարպասում։ Այսպիսով խաղը շարունակվում է 0-0, բայց ֆանտաստիկ գոլի հեղինակ կարող էր դառնալ Էրիկ Հունանյանը։ Բոլորս գիտենք նա տիրապետում է ձախ ոտքի հուշկու հարվածներին եւ բազմից այսպիսի դիրքերից գրավել մրցակիցների դարպասը։ Արաքսի ֆուտբոլիստներն են գնդակով, փոխանցում եւ դարպասապահը հանգիստ տիրում է գնդակին։ Երկար փոխանցում, գերազանց փոխանցում էր, բայց մի քիչ ուժեղ։ Արաքսի ֆուտբոլիստներն են գնդակով, Հունանյանը խլում է գնդակը եւ խախտում։ Բավականին վտանգավոր դիրքում կորցեցին գնդակը եւ պաշտպանը գերազանց գործեց, խլեց գնդակը, փոխանցեց։ Նորից Միլանը փորձում է զարգացնել գրով, բայց ցավոք չի ստացվում։ Բավականին հետաքրքիր խաղ է ընթանում, փոխնեպոխ գրովներով։ Արաքսի ֆուտբոլիստն է շարժվում առաջ։ Սուրանքյան տակ է գտնում, փոխանցում հետ։ Բավականին լավ որոշում էր, հարված եւ դարպասապահը նորից հանգիստ տիրում է գնդակին։ Նորից Արաքսի ֆուտբոլիստներն են գնդակով։ Հարված, գնդակը գտնում է պաշտպանին եւ անկյունային։ Տեսնենք ինչպես կիրացնեն անկյունային Արաքսի ֆուտբոլիստները։ Փոխանցում։ Պաշտպանը նորից հեռացնում է գնդակը։ Կարող են հարակ հակագրոհի անցնել Միլանի ֆուտբոլիստները։ 3-2-ի դեմ է հիմա։ Դանդաղ է, շատ դանդաղ է։ Շատ մտածեց Միլանի ֆուտբոլիստը, բայց ինչ արած։ Պահի սրությունը արդեն կորցրեցին, բայց նորից գնդակով Միլանն է փոխանցում եւ դարպասապահը նորից տիրում է գնդակին։ Նորից հարված եւ գոլ։ Հաշիվը բացված է 1-0։ Մա որն է ֆուտբոլիստը։ Ձենը կարան կանչտենք։
Էրո։ Այսպիսով հաշիվը բացված է 1-0, Միլանը առջևում է, գոլի եղինակ դարձավ Վահե Մարտիրոսյանը։ Ճիշտ ասած արդեն սպասելի էր, որ գոլը պետք է ուր որը է որ լինի, որտեղ բավականին սուր հակագրողներով էին առանձնանում Միլանի ֆուտբոլիստները եւ դրանից գոլից առաջ եւս 2-3 սուր պահ ունեցան, որի ժամանակ դարպասապահ Արաքսի փրկեց, բայց այս անգամ ցավոք չստացվեց։ Հիմա գրովում են արդեն Արաքսի ֆուտբոլիստները, փոխանցում եւ պաշտպանները գերազանց են գործում, բայց նորից եւ կորցնում են գնդակը։ Անփույթ գործեցին սեփական տուգանային հրապարակում։ Նորից Արաքսի ֆուտբոլիստները կնետեն եզրից։ Նրանք արդեն կորցնելու բան չունեն ամեն դեպքում, պետք է փորձեն հավասարեցնել հաշիվը։ Փոխանցում գերազանց գլխի հարված կարող էր ստացվել, ափսոս չկպավ։ Միլանն է նորից շարժվում առատ, երկար փոխանցում։ Խալացյանն է գնդակով գերազանց անցում է գործում հնարքի միջոցով։ Արաքսի նորից, հիմա նորից երկրորդ ալիքն է նորից Միլանի գրողների, ոչ ամեն դեպքում Արաքսը կարողացավ հանգստացնել իրավիճակը։ Մի տեսակ խառնաշփոթ է ճիշտ ասած նկատվում Արաքսի ֆուտբոլիստների կողմից։ Եվ չէին սպասում, որ գնդակ բաց կթողեն, կարելի ասել խաղի մեկնարկում, բայց ամեն դեպքում նրանք արդեն ապացուցել են, որ բավականին լուրջ ներուժ ունեն եւ ամեն ինչ կարող են ամեն պահի կարող են խաղի հետ բերել։ Միլանի ֆուտբոլիստը գեղեցիկ հնարքով գնդակը դուրս է անում եզրային։ Հիմա արդեն կարելի ասել, որ խաղը արդեն հավասարվեց, եթե խաղի մեկնարկում հիմնականում գնդակով ավելի շատ լինում են Միլանի ֆուտբոլիստները, հիմա կարելի ասել արդեն հավասարվել է խաղը։ Որ տեսնենք հետագա զարգացումները ինչպիսին կլինեն։ Մկրտչյան լավ էր մտածել, բայց գնդակը Արաքսի պաշտպանը դուրս է հանում նորից եզրային։ Խալացյան։ Գերազանց փոխանցում էր Հունանյանի կողմից Ջիլբերտո։ Նորից Խալացյան։ Կարելի ասել այս րոպեների ընթացքում ամենաակտիվ ֆուտբոլիստը խաղադաշտում Խալացյանն է։ Բավականին շատ է շարժվում, բավականին շատ է գնդակներ ստանում, տարածություններ ստեղծում եւ փոխանցումների շնորհիվ փորձում է խաղը անընդհատ սրել Ջիլբերտո։ Երկար փոխանցում Գերազանց կասեցում էր ափսոս, վերջի հարվածը չստացվեց։ Ու նորից Խալացյանն էր գրոհի սուր ամենապատասխանատու պահին։ Սահակյան նորից եզրային։ Յունուս Սահակյան
Խախտում է գրանցում մրցավարը։ Այստեղից հնարավոր է իհարկե փորձել ուղիղ հարվածով գրավել դարպասը, բայց չեմ կարծում, որ կորոշեն հարվածել, ամեն դեպքում ինձ թվում է փոխանցում կլինի։ Ամեն դեպքում դարպասում Մկրտչյանն է, իսկ Մկրտչյանը բավականին լավ դարպասապահ է։ Գերազանց է խաղում Միլանի պաշտպանը, գլխի հարվածով գնդակը հեռացնում է եւ նորից եզրային։ Արաքսի ֆուտբոլիստներն են գնդակով։ Փոխանցում կենտրոն։ Կենտրոնով են փորձում զարգացնել գրոհը, բայց ինչ էր սա։ Փոխանցման փորձ, որը որ չստացվեց, ոչ։ Ամեն դեպքում խախտում կար։ Մուսայելյան։ Փոխանցում Ժիլբերտո։ Տեսել էր, փորձեց փոխանցում կատարել Սահակյանին, բայց պաշտպանը գերազանց գործեց Արաքսի։ Նորից եզրային։ Իմիջիայլոց Միլանի կազմում բացակայում է հիմնական պաշտպաններից մեկը Վիգեն Դուրյանն է, որը որակազրկված է մի քանի խաղով։ Դա իհարկե բավականին մեծ կորուստ է Միլանի համար։ Խաղարկում են Տուգանայինը, Հունանյան ստացվեց հարվածը, բայց փոխանցում ստացվեց եւ ոչ մեկ չէր սպասում այդ փոխանցմանը ցավոք սրտի։ Հիմա փորձում է Արաքսը կազմակերպել իր հակագրոհը։ Նորից Ժիլբերտո, խլում են գնդակը, Խալացյան, Սահակյան, Մուսայելյան, փոխանցում, Խալացյան, հարված, բավականին վտանգավոր հարված էր եւ կլինի անկյունային։ Նորից գերազանց է խաղում դարպասապահ Արաքսի Սևակ Մուրադյանը։ Փոխանցում, հարված։ Չստացվեց հարվածը, եթե անկեղծ Յունուսի մոտ։ Նորից Արաքսը փորձում է գրոհ կազմակերպել, նորից խլում է Ջիլբերտոն։ Գերազանց ֆուտբոլ է խաղում Ջիլբերտոն։ Հունանյան։ Խալացյան։ Այսպես խախտում։ Եվ այսպիսով 11 մետրանոց հարված է նշանակվել։ Ով է հարվածը կատարելու, Սերյան Խալացյանն է գնդակի մոտ։ Հիշեցնեմ հաշիվը 1-0 է։ Շատ լավ հնարավորություն ունի Միլանը կրկնապատկելու հաշիվը։ Այսպիսով վերջի ցուցումները տալու մրցավարը, Սուրիչ, հարված և բարձր են տանում գնդակը, իսկ Արաքսը մնում է խաղի մեջ, այսպես ասած։ Սա շատ լավ հնարավորություն է Արաքսի համար խաղը ետ բերելու։ Ինչ է, կրկնում են խաղ։ Դարպասապահը փաստորեն հարվածի պահին, հարվածի
հարվածից առաջ դուս եկե դարպասից եւ դրա համար էլ մրցավարը կրկնում է հարվածը Ամեն դեպքում հարվածը կրկնվում է, նորից Խալաթյան և նորից բարձր հարվածում Խալաթյանը։ Դեսի յուղ եմ գործը։ Հունանյանն այս անգամ փորձում, հարված և դարպասապար որսում է գնդակը, երեք փորձից ոչ մեկ չկարողացան գրավել դարպասը, հաշիվը նորից 1-0 է, Արաքսի ֆուտբոլիստեն են գրում, հարված և հաշիվը հավասարվում է 1-1, Գերազանց հարվածի հեղինակ է դառնում, գոլի հեղինակ է դառնում Արաքսի ֆուտբոլիստը և 1-1 Միլանի ֆուտբոլիստները, Խալաթյան, Գերազանց խաղում Խալաթյանը, բայց 3 պաշտպանների չի կարում շրջանցի, Արաքսի ֆուտբոլիստը գրում, փոխանցում Ջիլբերտո, նորից Խալաթյան, Արաքսի ֆուտբոլիստները փորձում են զարգացնել գրոհը և եզրային նետում, Միլանի ֆուտբոլիստները կնետեն, Մարտիրոսյան, Մանյան, Մարտիրոսյան, Մուսայելյան, Յունուս, երկար փոխանցում Սահակյանին, ընդունում է գնդակը, շարժվում է առաջ եզրով, ափսոս կորցրեց գնդակը, Արաքսի ֆուտբոլիստները կփորձեն, նրանք էլ են կորցնում, խառնաշփոթ իրավիճակ է։ Դարպասապանը գնդակը մտցնում խաղի մեջ, երկար փոխանցում, պայքարում է Սահակյանը գնդակի համար և երկար փոխանցում Խալաթյանին, շարժվում է առաջ, փոխանցում Մարտիրոսյանին, կասեցնում է գնդակը և նորից եզրային նետում Միլանի ֆուտբոլիստները կմտցնեն գնդակը խաղի մեջ, Խալաթյան և պարզ իրավիճակում գնդակը կորցնում են։ Բողոքանին երկար ձեռքով եզրից նետեց Արաքսի ֆուտբոլիստը
Փոխանցում։ Հերվից փորձ էր հարվածի, բայց շատ անհաջող Արաքսի ֆուտբոլիստի կողմից։ Դարպասից գնդակը խաղի մեջ կմցնի Միլանի ֆուտբոլիստը։ Իմիջայլոց Էրիկ Հունանյանը շատ լավ հնարավորություն ուներ 11 մետրանոցից խփել իր 99-րդ գոլը, բայց չստացվեց։ Վնասվածք է ստացել Արաքսի ֆուտբոլիստը, բայց լավ է, որ վնասվածքը լուրջ չէ։ Իսկ Միլանի ֆուտբոլիստներն են գնդակով փոխանցում և դարպասապա հանգիստ կտիրի գնդակին։ Երկար փոխանցում, ինչպիսի փոխանցում էր և գեղեցիկ ցատկով փորձում էր եզրափակել գրոհը Արաքսի ֆուտբոլիստը, բայց չդիպավ գնդակին, ցավոք։ Նորից Միլանն է գնդակով, մանր փոխանցումներով փորձեցին դուրս գալ պաշտպանությունից, ստացվեց։ Այդ նորից գնդակ հայտնվեց Արաքսի մոտ։ Դարպասապահը տիրում է գնդակին։ վտանգավոր պահեր եզրայինը կիրասնի Միլանը։ Ահմեդ Յունուս Ժիլբերտո երկար փոխանցում Խալաչյանի ուղղությամբ, բայց չստացվեց փոխանցումը և այսպիսով առաջին խաղակեսը ավարտված է 1-1։ Այսպիսով սկսում է երկրորդ խաղակեսը Միլան Արաքս հանդիպման, հիշեցնեմ առաջի խաղակեսից հետո հաշիվը հավասար է 1-1։ Նաև առաջին խաղակեսին 1-0 ժամանակ Միլանը չկարողացավ երկրորդ գնդակը խփել 11 մետրանոցից, գերազանց խաղաց Արաքսի դարպասապահը և այսպես հետևենք երկրորդ խաղակեսին, զարգացումներին։ Հիշեցնեմ հայտացուցակը, Միլան դարպասում Մկրտչյան Արտուր, հայտացուցակը նաև համար 8 Էրիկ Հունանյան, համար 11 Մեթյու Ջիլբերտո, համար 10 Սերյան Խալացյան, 22 Գորյուն Մխոյան, համար 2 Ահմեդ Յունուս, համար 14 Ալեքս Սահակյան, համար 18 Վլադ Մուսայելյան, ինչպես նաև համար 77 Վահե Մարտիրոսյան։ Գերազանց հարված կատարեց, բայց նաև շատ գեղեցիկ ցատկով մրցակցի դարպասապահ գնդակը դուրս անեց անկյունային։ Բավականին գեղեցիկ սեյվ ստացվեց։ Ամեն դեպքում բավականին վտանգավոր էր և գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Ինչ այսպես, խախտում չի նկատում մրցավարը, Արաքսն է շարժվում առաջ, ինչ որոշում, կրնկով փորձեց փոխանցում կատարել, չստացվեց։ Բավականին հնարամիտ էր մտածել Արաքսի ֆուտբոլիստը, կրնկով փոխանցում, բայց ցավոք չանցավ այդ փոխանցումը։ Վնասվածք է ստացել Միլանի պաշտպանը։
Այսպես Սահակյան Մկրտչյան փոխանցում Մուսալյանի երկար փոխանցում դեպի Խալաթյանը ընդունում է գնդակը Խալաթյանը դարպասապա առաջինն է ճիշտ է իսկ հիմա արդեն Արաքսը կփորձի գրող կազմակերպել Այս ընթացքում ներկայացնեմ Արաքսի հայտացուցակը Սևակ Մուրադյան, Հովանես Բարսեղյան, Հովանես Իսկանդարյան, Հենզել Վարդանյան, Բաբկեն Սահակյան, Տիգրան Մուրադյան, Հարութ Վարդանյան, Մկրտիչ Թեմուրյան, Վահե Մարտիրոսյան, Արսեն Մելքոնյան, Արմեն Մելքոնյան և Արտյոմ Վարդանյան Այս ընթացքում Արաքսի ֆուտբոլիստներն գնդակով փոխանցումը չանցավ Ջիլբերտո Կարճ փոխանցում բավականին գեղեցիկ գրող է կազմակերպում Արաքսը հարված եւ հարվածի ճանապարհը փակում է Սահակյանը Գերազանց ցանկում կատարեց Սահակյանը եւ գնդակը դուրս հանեց եզրից Թե վնասվածք է ստացել Սահակյանը Բայց ամեն դեպքում լուրջ չէ ոնց հասկանում ենք Միլանը խաղարկում է գնդակը փոխանցում Հունանյան Խալաթյան Ինչ որոշում կա այստեղ Խալաթյանը փոխանցում Հունանյանը չկարողացավ Գերազանց փոխանցում է կատարում Հունանյանը եւ Մարտիրոսյան Վահեն դառնում է երկրորդ գոլի հեղինակ 2-1 Այսպիսով Միլանը հաշվի մեջ առաջ է անցնում եւ արդեն բավականին մոտ է այս մրցաշրջանում առաջին հաղթանակը տանելու Հիշեցնեմ, որ Միլանը 2 խաղ արդեն իսկ անցկացրել էր այս տուրից առաջ եւ երկուսն էլ պարտվել էին Նորից բավականին վտանգավոր հակագրող է հիմա Հունանյան հարված եւ շեղ ընթանում գնդակը Անկյունային Դարպասապա ամեն դեպքում հասավ գնդակին եւ դուրս հանեց անկյունային Գերազանց հարված էր Խալաթյանը փոխանցում Գլխով հեռացնում են Արաքսի պաշտպանները եւ վտանգավոր հակագրող հիմա կազմակերպում Արաքսի ֆուտբոլիստները ափսոս չստացվեց Բայց գնդակը մնում է Արաքսի ֆուտբոլիստերի մոտ Փոխանցում վտանգավոր է Դե ինչ որոշում կատարի հարված եւ 11 մետրանոց 11 մետրանոց շատ լավ հնարավորություն է ստանում Արաքսը հաշիվը հավասարեցնել երկրորդ անգամ այս խաղում Եթե Արաքսը հավասարեցնի հաշիվը, ապա մեծ հոգեբանական առավելություն կստանա Տեսնենք ինչպես է Հարվածում հարված եւ դարպասապա Ետ է մղում գնդակը 2-11 եւ նորից պետք է կրկնել փաստորեն Entscheidend.
Նորից պետք է կրկնեն դարպասապա հարվածից առաջ էր եկել դարպասից եւ նորից հարված եւ նորից դարպասապա դուս է անում գնդակը գերազանց սեյվ է գրանցում Մկրտչյանը Սոր երկու թիմերի դարպասին էլ եղել են 11 մետրանոստեր եւ երկու հարվածներն էլ կրկնվել են բայց գերազանց են խաղացել դարպասապանները Ֆանտաստիկ էր Մկրտչյանի սեյվը հաշիվը մնում է նույնը 2-1 Արաքսի ֆուտբոլիստներն են գնդակով Ետ փոխանցում փորձեց ետ փոխանցում կատարել եւ կորցնում է գնդակը Խալացյան եւ խախտում Գնդակը մնում է Միլանի ֆուտբոլիստերի մոտ Ունանյան Գնդակով ոչ ամեն դեպքում պաշտպանը կարողացավ զսպել Հունանյանին եւ հարված դարպասից Արագ է պետք գործել Արաքսի ֆուտբոլիստերին ժամանակ արդեն իրենց օգտին չի գործում Ժիլբերտո Սահակյան Բավական լավ տպավորություն է թողում այսօր նաև Սահակյանը Չնայած որ ձերքի խաղ գրանցեցին եւ ձերքով խաղ իր տուգանային հրապարակում եւ նշանակվեց 11 մետրանոց ամեն դեպքում ամբողջ խաղը նա բավականին բարձր մակարդակի վրա է անցկացնում Արաքսն է գրոհում փոխանցում Տուգանային բավականին վտանգավոր դիրքում Տեսնենք ինչ լուծում գտան Արաքսի ֆուտբոլիստները պետք է ամեն մի տուգանային փորձել մաքսիմալ օգտագործել դրական արդյունքի հասնելու համար քանի որ ժամանակ այդքան էլ շատ չի մնում Ամեն դեպքում մեկ գոլը հարկավոր է Արաքսին, որպեսզի խաղ վերադառնան։ Այսպես։ Հարված եւ նորից Մկրտչյանը տեղում էր։ Մուսայելյան Ունանյան գերազանց հնարքով անցնում է մրցակցին, բայց փոխօգնության եկացած պաշտպանը խլում է գնդակ Արաքսին եւ հակագրո Գնդակին տիրում է Միլանի դարպասապա Նորից Հունանյան Խալացյան Փոխանցում դեպի Մարտիրոսյանին Քիչ էր մնում գնդակը հայտնվեր դարպասում Թեն Արաքսի ֆուտբոլիստները շտապում են եւ բավականին շատ են ազատ տարածությունները տալիս Միլանի ֆուտբոլիստերին Պետք է բավականին զգույշ լինել Եվ նույնիսկ տուգանային Միլանի դարպասի ուղղությամբ Սով Փոխանցում եւ Ջիլբերտոն կարողացավ գնդակը հեռացնել, բայց ամեն դեպքում գնդակով մնում են Արաքսի ֆուտբոլիստները, երկար փոխանցում առաջ, գերազանց է գործում Սահակյանը, երկրորդ հարկում Ջիլբերտո, նորից Սահակյան Գերազանց կասեցում էր Սխալ փոխանցում կատարեց Հունանյանը եւ նորից հակագրոհի են նետվում Արաքսի ֆուտբոլիստները Սուր փոխանցում եւ ափսոս Արաքսի հարձակվողը չկարողացավ հասնել գնդակին Շատ հնարամիտ փոխանցում էր
Բայց ափսոս որ չստացվեց Արաքսի մոտ։ Երկար փոխանցում նորից Հունանյանին։ Գերազանց փոխանցում հետ Մարտիրոսյան, նորից Հունանյան։ Խալաչյան։ Եվ կորցնում է գնդակը Խալաչյանը։ Տուգանային հարվածը նշանակում Արաքսի դապասին։ Հունանյանն է գնդակի մոտ և Խալացյանը։ Տեսնենք ինչ որոշում են կայացրել։ Սով հարված և հարվածը շեղել։ Պետք է շտապել Արաքսի ֆուտբոլիստներուն։ Երկար փոխանցում առաջ։ Գերազանց երկրորդ հարկում խաղում Յունուսը։ Այս գնդակը նորից Արաքսի ֆուտբոլիստների մոտ է, պայքար։ Սխալվում են պաշտպանները Միլանի և վերջին պահին Ջիլբերտոն հասցնում է գնդակը դուրս հանել անկյունային։ Անկյունային։ Փոխանցում, գնդակը հեռացված է։ 3-2-ի դեմ։ Հակագրոհ է գնում Միլանը։ Եվ նորից Տուգանային։ Մարտիրոսյան, կասեցի գնդակը, այո, այդ փոխանցում Մուսայելյանին չի կարողանում գնդակը կասեցնել Մուսայելյան, ես շատ լավ հնարավորություն Արաքսի ֆուտբոլիստերի համար։ Առաջ է շարժվում Արաքսի արձակվողը և նորից վերջում գերազանց Խամ Սահակյանը, նորից սահանկումով գնդակը դուրս է անում եզրից, կիսաշրջադարձ հարվածի փորձ կատարեց Արաքսի ֆուտբոլիստը, բայց ցավոք չստացվեց։ Փոխանցում։ Ահա։ Դրսի մեջից անեց։ Վերևը օգտվում եմ, որ դու թողես, այդ հորանու տեղը թողեր, ես անգեր ֆուտբոլ տանեմ, պետք է թողես ու լսում գա։ Ավելի լավ չի գոլանը նորելնես նայես։ Ով ասեց։ Եզրից նետում է Արաքսի ֆուտբոլիստը։ Փոխանցում կենտրոն, գերազանց, փոխանցում հարված և դարպասապա, փրկում է դրությունը։ Խալաչյան, կորցրեց գնդակը Խալաչյանը, նորից երկար փոխանցում, արդեն շտապում են Արաքսի ֆուտբոլիստները։ Յունուսն է հեռացնում, նորից Արաքսի ֆուտբոլիստներն են տիրում գնդակին։ Փոխանցում Հունանյանին։
Գնդակով Միլանի ֆուտբոլիստներն են շարժում է առաջ, Խալաթյան հարված եւ գերազանց է խաղում դարպասապա։ Ափսոս փոխանցումը չստացվեց։ Եվ վերջում պաշտպանը նորից անկումով Միլանի գնդակը հանում է եզրից։ Նորից եզրային նետում։ Երկար փոխանցում առաջ։ Ժիլբերտոն պարզապես հեռացնում է գնդակը։ Նորից Արաքսի ֆուտբոլիստները փորձում են մի բան ստեղծեն, որպեսզի վերադառնան խաղ, ափսոս չի ստացվում։ Շտապողականությունն է խանգարում տղաներին։ Նաև Խալաթյանը կհասնի գնդակին, թե ոչ։ Ոչ, դուրս է գալիս գնդակը սահմաններից դաշտի։ Փոխանցում, ստանում է գնդակը Արաքսի ֆուտբոլիստը և անկյունային։ Փոխանցում, հորված, գերազանց հարված կատարեց։ Նախ դարպասածողը փրկեց, երկրորդ հարվածն էլ արդեն դարպասապը գերազանց սեյվով փրկեց դրությունը, շատ լավ հնարավորություններ Արաքսի ֆուտբոլիստները, ափսոս, բայց գրո չի ավարտվել, հարված, պաշտպան իր վրա է ընդունում գնդակը, սա արդեն գրոյի երրորդ ալիքն է։ Ինչ վտանգավոր պահ էր, երկու անընդմեջ հարված։ Եթե չեմ սխալվում առաջի հարվածն էր դարպասապա ետ մղեց։ Իրեն դիպեց և դրանց հետո նոր դարպասածողին կպավ գնդակը։ Երկար փոխանցում։ Արաքսն է գնդակով։ Ժիլբերտոն ինչպիսի պայքար է տանում, Ժիլբերտոն խլում է գնդակը։ Մինչև վերջ պայքար, փոխանցում և ոչ ոք չկար այնտեղ։ Հեռար անկյունում։ Շտապում են Արաքսի ֆուտբոլիստները։ Սակյան, Մարտիրոսյան, աջ եզրից Խալաթյանն է պատրաստ, կանոնների խախտում։ Ունանյանն է փորձելու հնարամիտ փոխանցում էր, բայց վայ Մարտիրոսյանը չէր սպասվում այդ փոխանցմանը։ Արաքսն է գրոհում։ Նորից Մուսայելյան։ Արաքսը գնդակով է։ Երկար փոխանցում։ Եվ դարպասապա գնդակը դուրս է հանում անկյունային։ Բավականին վստահ խաղ դարպասապայի կողմից, բռունցքներով գնդակը հեռացրեց։ Տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Արաքսի ֆուտբոլիստներին։ Երկար փոխանցում։ Դատարկ դարպասից գնդակը դուրս է բերում Սահակյանը, կրկին Սահակյանը։ Լավագույններից մեկն է այս երեկո Սահակյանը։
Տուգանային հարված է նշանակում մրցավարը։ Խանցում Մարտիրոսյանն է տիրում գնդակին Գիլբերտո Խալաչյան բավականին լավ դիրքից հարվածեց եւ դարպասապան նորից շքեղ սեվի եղինակ է դառնում Արաքսի եւ նորից հակագրո Արաքսն է ընթանում առաջ Փոխանցում եւ նորից Ինչպիսի սեյվ է կատարում Միլանի դարպասապան Մկրտչյանը Շատ պահեր չօգտագործեցին Արաքսի ֆուտբոլիստները երկրորդ խաղակեսում եւ գնդակը դուրս է գալիս Խաղի մեջ կմտցնի Միլանի ֆուտբոլիստները Երկար փոխանցում առաջ Խալաչյան Եզրից նետում է Խալաչյանը, Հունանյան Արաքսի ֆուտբոլիստները մնում են գնդակով, փոխանցում առաջ Եվս մեկ հակագրոյի հնարավորություն ունի Արաքսը Կատարածություն Պետք է արդեն հարվածել, հարված և նորից դարպասապան է պրկում Նորից Սահակյան Հունանյան Նորից Արաքսն է գնդակով Վերջի գրոհներից մեկն է Մուսայելյանը խլում է գնդակը Փոխանցում առաջ Մարտիրոսյանի 3-2-ի դեմ Մուսայելյան Նորից Մարտիրոսյան Մուսայելյան փոխանցում է պետք Չի ստացում Անկյունային ամեն դեպքում Մարտիրոսյանը սխալ փոխանցում է կատարում Արաքսի ֆուտբոլիստները խլում են գնդակը եւ նորից հակագրո 3-2-ի դեմ Շատ վատն էր վերջի փոխանցումը Եվ այսպեսով հանդիպումն ավարտված է շնորհավորում ենք Միլանի ֆուտբոլիստերին առաջին հաղթանակի կապակցությամբ Բարի գիշեր բարեկամներ